մտանք Wildberries, արդեն մեր LIC բրենդով։ LIC բրենդը բավականին մեծ հաջողության է հասել եւ դուք հետագայում արդեն տարիներ անց հաջողության այդ փորձը վեր եք ածել գիտելիքների։ Սկզբից Wildberries-ի մեջ լինելով, բոլոր իր էտապներով անցնելով, մենք փորձի հիման վրա այսօր հասկացանք, որ կարող ենք նաեւ մյուսներին օգտակար լինել եւ մեր ծառայությունները առաջարկել։ Ինչի մասին է e-com-ը, ինչ գործիքակազմ է առաջարկում, ինչու պետք է հավատանք հենց ձեզ եւ ընտրենք հենց ձեզ։ Պետք է անպայման լավ անուն ունենաս, լավ համբավ ունենաս, հարթակներում քո բրենդը զարգացնես, որպեսզի մարդիկ հավատան։ Արդյոք յուրաքանչյուր ներքին տնտեսվարողը ունի իր խանութը, որը գուցե փակման եզրին է կամ չի փակվում, բայց կարող է արդյոք on-line սովորել, շարունակել իր բիզնեսը։ Եթե իրանց էջերը ճիշտ ձևով սպասարկվի, իսկ մենք հենց դա ենք առաջարկում, որ տվեք մեզ ձեր սպասարկումը, որպեսզի դուք հանգիստ զբաղվեք ձեր գործերով։ Խոսքը ոչ միայն ձեր բրենդի հաջողության մասին է, այլ դուք վերցնում եք բավականին լուրջ եւ հաճելի պատասխանատվություն այլոց հաջողության մասով։ Մենք ոչ միայն ցույց ենք տալու, այլ նաեւ ձեռքները բռնած, հոպիտ ասած, փորձելու ենք այդ ճանապարհը իրանց հետ անցնել։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը LIC բրենդի համահիմնադիր, e-com-ի համահիմնադիր Կարեն Թարվեդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընդունելու համար։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Ինչու որոշեցիք, որ պետք է կոշիկի արտադրությամբ զբաղվեք եւ հենց կոշիկ։ Ճիշտն ասած, այդ որոշմանը երևի սենց ստացվեց գալը, մեր բարեկամներից զբաղվում էին այդ գործով, մենք էլ որոշեցինք, շատ գրավիչ էր մեզ կողքից, որ նայում էինք, թվում էր, թե այս ինչ լավ բիզնես են անում, այս ինչ հեշտ է ամեն ինչը, ինչ որ մարդիկ կայացած են։ Որոշեցի մտնել, դա այն ժամանակներ, երբ որ ես նոր էի բանակից եկել, ծառայությունից, այտենց մի 2 տարի այս կոմենկոմ, որոշեցինք մտնել ու 2004-5 թվականներից այնպես փորձեր արվեց, բայց լուրջ որ սկսեցինք արդեն զբաղվել եւ զարգացնել, երևի 2008 թվականն էր։ Հեշտ է արդյոք արտադրող լինելը Հայաստանում։ Իմ կարծիքով արտադրող լինելը ոչ միտեղ էլ հեշտ չի, իրականում Հայաստանում առավել եւս, որովհետեւ կոնկրետ մեր ոլորտում մենք խնդիր ունենք հումքի, նյութի ձեռքբերման, դա շատ բարդ է, չկա այդ համապատասխան հումքը, նյութը, մենք հիմնականում ներմուծում ենք։ Մի բարդությունը դա է, մյուս բարդությունը աշխատողների հարցն է, որը որ վստահ եմ Հայաստանում բոլոր ոլորտներում այդ խնդիրը կա, մեր ոլորտում էլ նույն ձև, նաեւ մեկ էլ երևի այդ մասով է բարդություն, բայց մեր պարագայում մենք մեզ ավելի բարդ իրավիճակի մեջ ենք դրել, որովհետև մենք ոչ միայն արտադրությամբ ենք զբաղվում, այլ նաև բրենդի զարգացմամբ ենք զբաղվում, վաճառքներով ենք զբաղվում, այսպես ասած, ու դրա համար ոնց որ ավելի բարդ իրավիճակում ենք հիմա հայտնվել, համ պետք է արտադրենք, համ պետք է մտածենք ոնց ենք բրենդը զարգացնում։ LIC բրենդը բավականին մեծ հաջողության է հասել եւ դուք հետագայում արդեն տարիներ անց հաջողության այդ փորձը վեր եք ածել գիտելիքների, այդպիսով օգնելով այլ մարդկանց, ովքեր ուզում են ունենալ իրենց բրենդը, իրենց բիզնեսը, այսպես ասեմ։ Խոսենք նաեւ e-com ընկերության մասին, որի համահիմնադիրն եք դուք, ինչպես որոշեցիք, որ պետք է լինի e-com-ը։ Ամենասկզբից սկսենք, որ բարձ լինի, մեր արտադրությունը ամենասկզբից հիմնված էր տղամարդու արտադրանքի վրա եւ մենք վաճառում էինք Հայաստանում, արտանում չունեինք։ 2016-17 թվականներից սկսեցինք մասնակցել Ռուսաստանում ցուցահանդեսների, արդեն կանացի ինչ-որ թեթև նմուշներ էինք անում եւ կանացի թևն էլ էինք փորձում զարգացնել եւ սկսեցինք մասնակցել Մոսկվայում կայացած բոլոր ցուցահանդեսներին, կարելի ասել, բոլոր ակտուալ ցուցահանդեսներին ու մենք կամաց-կամաց հասկանում էինք մեր հաճախորդների հետ շփվելով 18 թվից արդեն սկսած, որ բոլորը խնդիր ունեն,
խանութներ են փակում, չեն կարողանում դիմանալ մրցակցությանը ու մրցում էին Վալբիրիսի հետ։ Վալբիրիսը նոր-նոր սկսում էր թափ հավաքել 18 թվականներ, եթե չեմ սխալվում։ Մենք էլ դա ոնց որ հասկացանք, որ ոնց որ ուղղությունը այդ կողմ է գնում, եթե մարդիկ դրանից նեղվում են, այդ հարթակները իրանց այսօր խանգարում են, մենք էլ փորձենք այդ հարթակներ մտնել ու 19 թվականի սկզբից մտանք Վալբիրիս, արդեն մեր LIC բրենդով։ Վալբիրիսը մեծ թափ հավաքեց կոവിഡ്ի ժամանակ ու ոչ միայն Վալբիրիսը, ես վստահ եմ նաև բոլոր մյուս on-line հարթակները, որոնք որ աշխարհում գոյություն ունեն, որովհետև մարդիկ տունը մնալով ստիպված էին օգտվել այդ հարթակներից ու այդ ժամանակ ինքը մեծ աճ սկսեց ունենալ, բոլորը սկսեցին օգտվել այդ հարթակներից, մենք էլ արդեն ոնց որ մեջն էինք, լավ ժամանակահատված էր մեր համար, այսինքն մենք ճիշտ ժամանակին էինք մտել այդ հարթակ, ու այն ժամանակ ճիշտն ասած շատ հեշտ էր առաջ խաղացում ապահովել, որովհետև մրցակցությունը շատ քիչ էր։ Բայց ժամանակի ընթացքում մրցակցությունը ուժեղանում է ու մենք հասկանում ենք, որ ուղղակի այս ստանդարտ ձևերով, ինչով որ մենք միջև շարժում ենք, էլ հնարավոր չի այդ հարթակում վաճառքներ ապահովել։ Դրա համար արդեն սկսեցինք նաև զբաղվել առաջխաղացումով, ճիշտ կոնտենտ ստեղծելով, ֆոտո, վիդեո, այդ ամեն ինչը շատ թեթև մակարդակ էր, հիմա ավելի խորացրեցինք։ Ոնց որ շուկան մեզ թելադրում էր ինչա պետք անել, որ մնալ ջրի երեսին, ասենց ասած։ Մոտավորապես 21 թվից երևի արդեն մենք լուրջ սկսեցինք զբաղվել այդ հարթակներով, բոլոր իր գործիքակազմից արդեն օգտվելով ու այդ դրա հիման վրա թիմ ստեղծվեց, որը որ կոնկրետ զբաղվում էր հենց այդ հարցերով։ Ես որ ասում եմ մեր գործը ավելի բարդ է, հենց դա ի նկատի ունեմ, այսինքն մենք բացի այն որ արտադրությունով ենք զբաղվել, նաև զբաղվել ենք այս հարցերով, ոնց կոնկրետ մեր ապրանքը վաճառենք, մեր բրենդը զարգացնենք։ Ու մենք շատ բան հասկացանք, որ պետք է անպայման լավ անուն ունենաս, լավ համբավ ունենաս հարթակներում, քո բրենդը զարգացնես, որպեսզի մարդիկ հավատան քեզ։ Եթե դա ամեն ինչը կարողացար ապահովես, ուրեմն դու հաջողություն կունենաս։ Իսկ դա էլ ապահովելու համար պետք է որակյալ արտադրանք ունենաս։ Այս հարթակների առավելությունը նա է, որ դու ուղղակի չես կարող խաբել հաճախորդին։ Չես կարող։ Ինչքան էլ ասենք դու ճկուն լինես, հմուտ լինես, այդ մասնագիտություն ունենաս նույնիսկ տենց կոնկրետ, բայց դու չես կարողանա այնտեղ խաբես, որովհետև ունենց այդ հարթակը ստեղծված, որ արձագանքներ է գալի հաճախորդների կողմից, գնորդները կարողանում են իրանց արձագանքը, այդ օձիվ կոչվածը գրեն, ու եթե դու վատ եղար, ուղղակի վատ օձիվներ ես ստանալու ու չես կարողանալու հաջողվես։ Իսկ եթե դուք անձամբ չեմ օգտվում եք, բոլոր օգտվողները հիմնականում նայում են, թե ինչ արձագանք է տվյալ մոդելի վրա, նոր են որոշում կայացնում։ Դրա համար մենք հասկացանք, որ միանշանակ որակի հետ կապված պետքա ոչ մի խնդիր չունենանք ու մնացածը դե արդեն բարձա, որ պետքա ճիշտ կոնտենտ, ճիշտ մոտեցում եւ այլն եւ այլն։ Ձեզ վստահել է իհարկե հեշտ կլինի, որովհետև այո, ձեր անձնական փորձն ու հաջողությունն ունեք, ձեր բրենդով հաջողել եք արդեն, բայց ինչի մասին է e-com-ը, ինչ գործիքակազմ է առաջարկում, ինչու պետք է հավատանք հենց ձեզ եւ ընտրենք հենց ձեզ։ Ուրեմն e-com-ը մենք ստեղծեցինք ես ու իմ ընկերը հենց LIC-ի թիմի հիմքի վրա։ Այն թիմի, որը որ 5-6 տարի զբաղվել է Վալբիրիսում մեր էջի առաջխաղացումով, այսինքն այդ փորձի վրա է ստեղծվել։ Ճիշտ է, ինքը նոր ընկերություն է, մի տարի չկա, ստեղծվել է, բայց ինքը մեծ փորձ ունի, 5-6 տարվա փորձ ունի ու այն ամենասկզբից Վալբիրիսի մեջ լինելով, բոլոր իր էտապներով անցնելով, մենք փորձի հիման վրա այսօր հասկացանք, որ կարող ենք նաև մյուսներին օգտակար լինել եւ մեր ծառայությունները առաջարկել, որովհետեւ այսօր որ նայում ենք շուկայում, ոչ այդքան փորձառու մարդիկ փորձում են ինչ-որ ծառայություններ առաջարկել, իսկ մենք ունենք այդ փորձը, ոնց որ պրակտիկան ունենք, ոչ միայն կրթություն կամ լսելով կամ տեսնելով ինչ-որ մի բան, այլ մենք անցել ենք մեջով, դրա համար դա շատ լուրջ հիմք է, այդ հիմքի վրա փորձեցինք e-com-ը բացել, ստեղծել, հիմա այդ հիմքի վրա շարժում ենք առաջ։ Այս շրջանում, երբ որ ներքին տնտեսվարողի դժգոհությունները շատ են եւ էլեկտրոնային հարթակներ, on-line հարթակները դա անարդարություն են համարում, ավելի ավանդական օֆլայն առևտրի մարդիկ, դուք տալիս եք հնարավորություն հենց իրենց լինել ավելի ճկուն եւ գիտելիք ձեռք բերել, չէ, եւ վաճառքը իրականացնել այդ տարբերակով։ Խոսենք այս մասին, ինչ դասընթացներ են, ինչ գիտելիքներ են եւ արդյոք յուրաքանչյուր
ներքին տնտեսվարողը ունի իր խանութը, որը գուցե փակման եզրին է կամ չի փակվում, բայց կարող է արդյոք on-line սովորել շարունակել իր բիզնեսը։ Նախ եւ առաջ on-line-ը, տվյալ դեպքում Wildberries-ը, Ozon-ը, չգիտեմ, այդ հարթակները իրանք արտահանման խթանում են, այսինքն այսօր, եթե դու ուզում ես քո ապրանքը արտահանես, ես դրանից լավ ձև չեմ պատկերացնում։ Այսինքն մյուս ձևը նաև նա է, որ կամ գնաս դրսում խանութ բացես, կամ ցուցահանդեսների մասնակցես։ Տվյալ դեպքում, եթե դու փոքր ես, արտադրությունը տա փոքր կամ քո բիզնեսը տա փոքր, չեմ կարծում դու ցուցահանդեսներում հաջողվես ու չեմ կարծում, որ դու կարողանաս այդ խանութների ցանց կամ խանութ բացելու տարբերակ ընտրես։ Իսկ on-line հարթակը հնարավորություն է տալի, որ նույնիսկ շատ փոքր ներդրումով դու փորձես, հասկանաս կստացվի դա քո մոտ, թե չի ստացվի։ Իսկ փորձելու համար դա շատ լավ միջոց է ու արտահանման համար դա երևի միակ ձևերից մեկն է սկսելու։ Բոլոր կայացած բիզնեսները իրանց համար էլի նույն ձևի արտահանման միջոց է սա ու շատ լավ միջոց է։ Եթե իրանց էջերը ճիշտ ձևով սպասարկվի, իսկ մենք հենց դա ենք առաջարկում, որ տվեք մեզ ձեր սպասարկումը, որպեսզի դուք հանգիստ զբաղվեք ձեր գործերով։ Իսկ մենք պրոֆեսիոնալ ձևով կզբաղվենք ձեր էջի առաջ խաղացումով։ Ինչ ենք մենք այսօր առաջարկում։ Մենք առաջարկում ենք կոնտենտի ստեղծումից սկսած, ֆոտո, վիդեո, ընտրություն, նույնիսկ եթե իրանք կարող են անել իհարկե, պարտադիր չի մեզ դա տան, պատվիրակեն, բայց մենք իրանք կուղղորդենք, թե որն է այսօր այդ աշխատողը, ոնց է պետք այդ նկարը անել, ինչպիսի ինֆոգրաֆիկա է պետք անել, որպեսզի այդ կոնտենտը լավը ստացվի։ Նաև մենք իրանք SEO օպտիմիզացիան ենք առաջարկում, այն բառերը, բառացանկը, որը որ պետք է ընտրվի իրանք մոդել այդ հարթակներում, էջի ֆինանսական մասն ենք կարողանում նաև բացել ցույց տալ ինչ է կատարում, դա շատ կարևոր մաս է, որովհետև ես վստահ եմ ասում, որ այսօր այդ հարթակներում աշխատողների շատ մեծ տոկոսը ընդհանրապես չի հասկանում ինչ է կատարվում այդ ֆինանսական մասը ու շատ-շատերը աշխատում են իրանց թվում է թե ամեն ինչը նորմալ է, վաճառքներ կա, պատվերներ կա, բայց փող չունեն, փող չեն աշխատում ու ինչ որ ժամանակ հետո բանկրոտ են լինում։ Այդ հենց նրանից է, որ իրանք գրագետ ձևով չեն կարողանում զբաղվել այդ ֆինանսական հաշվարկներով ու դա իրականում շատ բարդ է։ Այսինքն հարթակը քեզ տալիս ամբողջ ինֆորմացիան, բայց դա վերլուծելը արդեն մասնագիտական մաս է ու շատ դժվար է, մարդիկ իրանց ուժերով չեմ կարծում, որ կարողանան անել։ Դրա համար սա էլ է շատ կարևոր մաս, նաև այնպիսի կոնկուրենցիա է այսօր զարգացած, որ առանց գովազդների ներքին հնարավոր չի ուղղակի քո քարտերը առաջ տանես։ Դրա համար մենք նաև դա ենք առաջարկում, որ ճիշտ գրագետ գովազդ անենք, որպեսզի քարտերը բարձրացնենք ալգորիթմով դեպի վերև։ Խոսենք թիմի կարևորության մասին, հաջողելու համար, հաջողության գործոնը արդյոք թիմն է նաև հանդիսանում։ Իհարկե, միանշանակ շատ կարևոր է լավ թիմ ունենալ։ Մերը թիմային աշխատանք է։ Մեր մոտ մի հոգու վրա չի այդ ամեն ինչը։ Մենք բոլոր մեր բաժանմունքները, գովազդի բաժանմունք ունենք, մենք ունենք SEO-ի բաժանմունք, մենք ունենք դիզայնի բաժանմունք, ֆինանսային բաժանմունք, բոլոր բաժանմունքները առանձին թիմեր են, որոնք կոնկրետ կենտրոնացած են իրանց մասով աշխատանքի վրա։ Դա շատ կարևոր մաս է, դա ավելի պրոֆեսիոնալ ես դու հարցին մոտենում, ավելի խորն ես կարողանում այդ հարցը տիրապետել։ Դրա համար ես միշտ ասում եմ, մեր պարագայում թիմային աշխատանք։ Նույն դասընթացները, մենք ոնց ենք վարում դասընթացները, մի անձի վրա չի, այդ մի անձով չի դասընթացը գնում։ Ամեն բաժանմունքից կոնկրետ մասնագետներ իրանց մասով դասընթաց են տալի ու միանշանակ դա ավելի մեծ էֆեկտ է ապահովում վերջում։ Նաև ես կուզեի ավելացնել, որ մենք բացի դասընթացներից եւ սպասարկումից էջի, նաև ունենք լոգիստիկ ծառայություններ, դա էլ ինչ-որ մասն է կազմում այս ամբողջ շղթայի։ Մենք այսօր կարողանում ենք Երևանից, Հայաստանից դեպի Մոսկվա արտահանումներ, դեպի Վայլբիրիսի պահեստ կոնկրետ արտահանումներ կազմակերպել եւ նույնիսկ Չինաստանից դեպի Մոսկվա ու նույն ձևով էլի թիմային աշխատանք է։ Այսինքն մարդիկ մեզ մոտ գալով պետքա իրանք նաև հասկանում են, որ թիմի հետ են գործ ունենալ, ոչ թե ինչ-որ անհատի հետ։ Վստահություն էլ իմ կարծիքով ամենակարևոր բանը բիզնեսի մեջ դա վստահությունն է, ու մենք փորձում ենք այդ վստահության վրա աշխատանքը կազմակերպել։ Տեսեք, Wildberries-ը on-line հարթակներ է, եկեք սենց ընդհանրացնեմ, on-line հարթակները ինչ հնարավորություն են տալիս։ Նախ ահռելի մեծ շուկա է։
Wildberries-ը, եթե չեմ սխալվում, արդեն Դուբայում է մասնաճյուղեր բացում ու արդեն արաբական աշխարհ է մտնում։ Ամբողջ ԵԱՏՄ-ի տարածքում ինքը արդեն ունի խանութներ, գործում է, հիմա էլ արդեն դուրս է գալիս սահմաններից։ Դրա համար հսկայական շուկա է ձևավորվում ու հնարավորություն է տալի մարդկանց իրանց ապրանքը դուրս հանել։ Այսինքն կարող է դու Հայաստանում չես կարողանում հաջողվել, բայց կարող է Էմիրատներում կամ Մոսկվայում դու հաջողվում ես։ Շատ մեծ շուկա է ու եթե ճիշտ առաջխաղացումներով էջը վարվի, հնարավորություն է ստեղծում իր ապրանքը տեսանելի դարձնել։ Մենք դա ենք ապահովում։ Դրանից հետո արդեն հասկանալի է դառնում այդ ապրանքը շուկայում կապրի թե չէ, կարող է մրցել թե չէ, այսինքն գին, որակ, մրցունակ է թե չէ։ Եթե մարդը ինքը հասկացել է, որ իր արտադրանքը, իր ապրանքը կարամրցունակ լինի, ուրեմն միանշանակ պետք չի մի վայրկյան մտածել, պետք է անպայման փորձել, որովհետև ես նորից եմ ասում, Հայաստանը ինքը փոքր շուկա է, իսկ on-line հարթակը հնարավորություն է տալիս մտնել մեծ շուկաներ։ Իմ կարծիքով Wildberries կարող է մտնել եւ արտադրողը, եւ ներմուծողը, եւ փոքրը եւ մեծը։ Բոլորն էլ կարող են հաջողվել։ Եթե ինչ-որ մի բան իրանք ունեցան, որով որ կարողանան տարբերվել շուկայում, դա ընդհանրապես շատ լավ կլինի, եթե այդպես մի բան կարողացան մտածեն։ Ես ինչ եմ առաջարկում, էլի, կամ ցույց տալը ինչ-որ մոտեցում, ուրիշ անկյունից ցույց տան իրանց ապրանքը, որը որ կոնկուրենտները իր մրցակիցները չեն ցույց տալիս, կամ մտածեն այնպես մի բան, որը որ չկա հարթակում։ Իսկ ես ձեզ հավատացնում եմ, որ այսօր այնքան բան կա մտածելու, շատ բան կա մտածելու, որ նոր զարգանում է, հələ չի հասել իր պիկին ու տենց մրցակցություն չկա։ Դա համար ես առաջարկում եմ բոլորին էլ այսօր մտածել դրա մասին, ապագան on-line հարթակներում է եւ երբեք ուշ չի, իմ կարծիքով։ Հետաքրքիր է, երբ ասում ես Wildberries, առաջին հայացքից շատերի մոտ տպավորություն է, որ այնտեղ չեն կարող լինել շատ հաջողված բրենդներ, բայց կան նաև ձեր բրենդը եւ բազմաթիվ այլ բրենդներ։ Խոսենք նաև այս մասին։ Կարող է տպավորություն ոմանց մոտ կա, բայց Wildberries-ում այսօր ունենց բրենդներ կան, ռուսական, որ նախ շատ բարձր սեգմենտում են իրանք ու շատ թանկ բրենդներ են, նորմալ աշխատում են, բոլորն էլ հաջողված են, այնպես որ դա իմ կարծիքով ճիշտ կարծիք չի, էլի ճիշտ մտածելակերպ չի, որ այնտեղ մենակ պետքա էժան ապրանք լինի կամ ցածրորակ ապրանք լինի, չէ, բոլորն էլ կարող են հաջողվել։ Շատ մեծ լսարան է այնտեղ, բոլորն էլ օգտվում են եւ լավ ուզողը կա եւ միջինը եւ ցածրը, դե բնական է, ինչքան ինքը էժան է գինը, այնքան ավելի շատ է վաճառվում, բայց եւ միջին եւ բարձր բոլորն էլ աշխատում են։ Ուրեմն տեսեք, on-line հարթակների առավելությունը նա է, որ շատ մեծ լսարան ունեն ու ամբողջ օրվա ընթացքում միլիոնավոր մարդիկ կարող են մտնել ու դուրս գալ։ Ու դու կարող ունենաս այդպիսի հնարավորություն ճիշտ աշխատելու դեպքում, ճիշտ կառուցելու դեպքում, այս ամեն ինչը, այս աշխատանքները ճիշտ կատարելու դեպքում, այնց իրավիճակ ստացվի, որ այդ միլիոնները գան եւ քո խանութ սկսեն մտնել դուրս գալ։ Ինչը որ չես կարող անել օֆլայնում։ Օֆլայնը հնարավորություն չի տա այդպես մեծ հոսքի, որտեղ ուզում ես բացի քո խանութը, չի կարա այդպես հոսք ապահովի, ինչ որ on-line-ն է ապահովում։ Դա համար սա էլ է եւս մի խթան, որ մարդիկ հաջողվում են ու հաջողվելու դեպքում էլ շատ լուրջ հաջողություններ են գրանցում on-line, որտեղ այնտեղ չասեմ անսահմանափակ, բայց շատ մեծ հնարավորություններ կա հաջողվելու դեպքում բիզնես կառուցելու։ Ինչպիսին եք պատկերացնում e-com-ը 5 կամ 10 տարի անց, որովհետև այս պարագայում ձեզ վրա կա մեծ պատասխանատվություն, խոսքը ոչ միայն ձեր անձնական հաջողության մասին է, ձեր բրենդի հաջողության մասին է, այլ դուք վերցնում եք բավականին լուրջ եւ հաճելի պատասխանատվություն այլոց հաջողության մասով։ Ես լրիվ ձեր հետ համաձայն եմ ու ես ու իմ ընկերը հենց ոնց որ տենց էլ տրամադրված ենք, մենք այսօր շատ ընկերներ ունենք, բիզնեսմեն ընկերներ, որոնց հետ շփվելով հասկանում ենք, որ պետքա դուրս գալ Հայաստանից, պետքա դուրս գալ, ոչ միայն սահմանափակվել Հայաստանում, այլ կազմակերպել արտահանումներ։ Ու մենք այսօր մի հատ այնց գործ ենք սկսել, որը որ շատ լուրջ խթանում է ունենալու արտահանման մեջ։ Այսինքն, եթե մենք մարդկանց ցույց տվեցինք, ոնց կարելի է այդ հարթակներում կազմակերպել իրենց առևտուրը, մենք ցույց ենք տալի, ոնց կարելի է արտահանում կազմակերպել։ Ու ես վստահ եմ, որ շատ մարդիկ ուղղակի գիտելիք չունենալով, չհասկանալով, չտեսնելով, չպատկերացնելով վախենում են քայլ անել։ Մենք փորձելու ենք օգնել այս հարցում։ Մենք ցույց ենք տալու,
մենք ոչ միայն ցույց ենք տալու, այլ նաև ձեռքները բռնած, կոպիտ ասած, փորձելու ենք այդ ճանապարհը իրանց հետ անցնենք։ Քանի որ մենք ամբողջ այդ աշխատանքները փորձել ենք ամբողջությամբ սպասարկել, ամբողջ այդ ոլորտի մեջ ծառայություններ ենք փորձել ստեղծել եւ մատուցել այդ ծառայությունները, մենք բոլոր սեգմենտներում փորձենք օգտակար լինել։ Արտահանումից սկսած, էջերի բացելուց, դասընթացներ տալուց, բոլոր ուղղություններով կփորձենք իրանց կողքը լինել եւ օգտակար լինել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Մարքեթինգ, SMM, PR աջակցություն ձեր բիզնեսի կամ ընկերության համար շուկայում ճիշտ դիրքավորվելու եւ մեծ թվով վաճառքներ գրանցելու համար։ SMM ծառայություններ, որակյալ եւ բովանդակային քոնթենտի ստեղծում, հետաքրքիր սցենաներով ռիլերի պատրաստում, սոցցանցերի կառավարում եւ առաջխաղացում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆոտո եւ վիդեո արտադրություն, համագործակցություն ԶԼՄ-ների, բլոգերների եւ ինֆլուենսերների հետ։ Եվ ամենակարևորը, որի հնարավորությունն ունեն միայն մեր գործընկերները։ Ձեր բիզնեսի մասին լսելի կլինի նաև բիզնես ելակետի հաջողված նախագծերում, որոնք Instagram-յան եւ YouTube-յան հարթակներում ապահովում են հազարավոր դիտումներ եւ հավանումներ։ Դիմեք Էկովիլ ընկերությանը եւ խնայողություն կանեք գումարային տեսքով։ Միանշանակ, աշխարհն արդեն անցել սոլարների։ Սովորական տան ծորակից եկող, այդ ինչպես է այդպես պատահում։ Կրոհեբլուն է, հենց այստեղ էլ գրված է։ Կրոհեբլու կաթացի, այո։ Կայցելեք մեր գործընկերոջ մոտ, The Garden ռեստորան, այնտեղ ձեզ սիրով կսպասեն։ Պայման մի օր կայցելենք։ Մեդիա ասոցիացիա, գրագետ եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ համար։ Փաթեթներին ծանոթանալու համար գրել էջին կամ զանգահարել 094 091 147 հեռախոսահամարով։